Վեր, ուշադիր, հիմա այս երաժշտություն եմ ասում։ Լսում եք, որից հետո հասկանան, ինչի մասին է մեր դասը։ Մեր բարեկամ, լսում եք միայն ուշադիր։ Միայն լսում եք։ Այսօր խոսեք։ Եղանակի մասին էր այս երկը։ Այժմ տարվավեր եղանակն որ եղանակն է։ Այո, աշունը եկել է, տարվա կարելի ասել ամենա գեղեցիկ եղանակներից մեկը, որը որ շատ գույներ է բերում իր հետ։ Քանի որ տարին ունի 4 եղանակ, գարուն, ամառ, աշուն, չլսեցի։ Գարուն, ամառ, աշուն, այժմ աշուն է։ Աշունը ունի շատ գեղեցիկ գույներ, բայց դեռ աշան գույները դեռ չեն եկել։ Դեռ սպասում են։ Կա վաղ աշուն, ոսկե աշուն, խոր աշուն։ Այժմ վաղ աշունը վերջանում է սեպտեմբերով, գալիս է ոսկե աշունի, ոսկե գույներով։ Քանի որ աշունն ունի 3 ամիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր։ Չլսեցի, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր։ Քանի ամիս ուներ? 3։ Սեպտեմբերը շուտով կվերջանա։ Կմնա աշնան 2 ամիսները, որ աշնան 2 ամիսները վերջանա կգա ձմեռը։ Մենք այսօր կսովորենք մի հատ շատ գեղեցիկ ոտանավոր աշնան մասին, կզրուցենք աշունը շատ գեղեցիկ իր գույներով։ Տարվա այն եղանակն է, որ մեկ գույն չունի։ Գարունը ունի մեկ գույն, ամառը ունի մեկ գույն, ձմեռն ունի մեկ գույն, աշունն ունի շատ գույներ։ Այնքան շատ են աշնան գույները, որ չես կարող երբեք աշնան գույներով որևէ բան անել, երբեք։ Հիմա ես կարտասանեմ իմ ոտանավոր, և այդ ոտանավորը մենք պետք է սովորենք միասին։ Ձեզ համար այս ոտանավորը, այս բանաստեղծությունը գրել Նասեր Միքայելյանը, տեսեք Վասիլ Հովհաննես Թումանյանն է շատ գրում ձեր համար։ Նասեր Միքայելյանը, որը որ նորից շատ է սիրել երեխաներին, և երեխաների համար է գրել, այն մարդիկ, ովքեր որ երեխաների շատ է սիրել, երեխաների համար ինքը բանաստեղծություն է գրել։ Մարդիկ կան, որ մեծերի համար է գրում բանաստեղծություններ, գրքերը տարբեր, մեծերի համար, միջին տարիքի համար և երեխաների համար, հեքիաթները երեխաների համար։ Ինչ կարծիք եք, հեքիաթները գրում են տատիկ պապիկների համար։ Կամ էլ մամա պապաների համար, որ դուք կարծեք մամա պապաները լսենք, էլ եք այնց։ Ամեն մի տարիքի համար կա համապատասխան ստեղծագործություն։ Հիմա նայեք։ Ես արտասանում եմ այս ոտանավորը և հետներ նկարում եմ։ Դուք էլ եք վաղը մյուս դասում, հիմա սովորելու եք մյուս դասում և արտասանելու եք և նկարում, ուշադիր։ Բեղի մարտի տարը նկարեցի աշուն։ Տերերներով առատ
տերևներով նախշում։ Կարմիր մատի տարա, նկարեցի հաշում, խնձորներով արատ ու դեղձերով նախշում։ Կանաչ մատի տարա, նկարեցի ծիլեր ու ծիլերի վրա ամպի ծիլեր, խոտեր ու ծիլերի վրա ամպի ջերմակ, սպիտակ թելեր։ Արագ կապույտ մատիտ և իմ աշնան վրա նկարեցի չղով կրունկների երան։ Հազար գույնի մատիտ, ինչպես ես ճարեի, որ պատկերը աշնան ճիշտ նկարեի։ Եթե ես ուզենամ աշնանը նկարել, այսինքն բոլոր մատիտները, բոլոր ջրաներկերը, բոլոր վրձինները, եթե ես բերեմ, երբեք աշունը չեմ կարող նկարել, որտեղ աշուն նկարելը շատ դժվար է, ոչ մի նկարիչ չի կարող ճիշտ աշունը պատկերել։ Տեսեք մի հատ տերև է աշնան, բայց մի քնգուներ ունի վրա։ Մի հատ տերև է, ձեզ թվում է միայն գազարագուն է, բայց տարբեր գուներ ունի վրա։ Աշունը պատկերելը շատ դժվար է երեխաներ։ Մեկակալ է այս մտանավոր ասում, հետո ինձ հետ կրկնեք ուշադիր, նայեք, սկզբից ինչ եմ անում։ Դեղի մատի տարա նկարեցի աշուն։ Տերևներով արատ, տերևներով նախշում։ Տերևներս կարող եմ այսպես տարբեր գույներով սարքել տերևներս։ Տերևներով արատ, տերևներով նախշում։ Կարմիր մատի տարա նկարեցի աշուն։ Խնձորներով արատ ու դեղձերով նախշում։ Կանաչ մատի տարա նկարեցի ծիլեր ու ծիլերի վրա ամպի սպիտակ թելեր։ Արագ կապույտ մատի ու իմ աշնան վրա նկարեցի չվող թռչունների երան։ Հետո զարմանամ։ Հազար գույնի մատիկ, ինչպես ես ճարեի, որ պատկերը աշնան ճիշտ նկարեի, երբեք չեմ կարող, որտեղ աշնան գույները շատ են, դեղ են, կարմիր, կանաչ, կապույտ, երկնագույն, շագանակագույն, անշակագույն, վարդագույն, բոլոր գույները կան, բայց տարվա մնացած գույները ունեն այս գույները։ Հիմա մենք բոլորս միասին սովորեցնենք այս մոտանավորը, որից հետո մենք միասին պիտի նկարենք այս աշունը։ Տեսեք, դեղի մատի տարա նկարեցի աշուն։ Այսինքն, ինչ գույնով սկսեցի սկզբից։ Նայեք, հիմա միասին տեսեք, թռչունները չգում են տակ երկրներ, կրունկները չվեցին, արագիլները չվեցին, լորիկները չվեցին, բատիկներ կան, որ չգում են, գնում են տակ երկրներ, որտեղ ես ստացում տղավ չեմ կարող։ Դրա համար ես նկարեցի նաև չվող կրունկների երանը։ Հիմա միասին նայեք, ուշադիր, ես ասում եմ միասին կրկնենք։ Դեղի մատի տարա, չլսեցի։ Նկարեցի աշուն, տերևներով արատ, տերևներով նախշում, կարմիր մատի տարա, նկարեցի աշուն, խնձորներով արատ ու դեղձերով նախշում։
Երան։ Հազար գույնի մատիտ։ Ինչպես ես ճարեի։ Որ պատկերը աշնամ։ Ճիշտ նկարեի։ Ում դուր եկավ այս բանաստեղծությունը։ Տարգավոր եղանակի մասին էր։ Աշնամ։ Հիմա հատել եք ասում և տեսնեմ կա ձեր մեջ համարձակ երեխա, որ կարող է գալ ու արտասանել։ Ամենահամարձակը առաջինը պետիմավորի ընկերներին։ Ողորուդեն մարմես տեսնեմ։ Մի հատել եք սկսում, տեսնեմ, կրկնում եք միասին։ Դեղին մատի տարա։ Նկարեցի աշուն։ Տերևներով արա։ Տերևներով նախշում։ Կարմիր մատի տարա։ Նկարեցի աշուն։ Խնձորներով արագ։ Ու դեղցերով նախշում։ Արագ կանաչ մատիկ։ Նկարեցի ծիլեր։ Ու ծիլերի վրա ամպի ջերմակ թելեր, սպիտակ ասեք, ամպի սպիտակ թելեր։ Արա կապույտ մատիկ։ Ու իմ աշնան վրա նկարեցի չվող կրունկների երակ ոչուշ արդեն զարմանում ենք հազար գույնի մատիկ ինչպես ես ճարեի որ պատկերը աշնան նստեցիր ճիշտ նկարեի հիմա առաջինը վան որ գույնով նկարեցի ինչ նկարեցի դեղին գույնով տերև երկրորդը որ գույնով օգտագործեցի կարմիր գույնով ինչ նկարեցի խնձոր և դեղց երրորդը ինչ որ գույնի մատիտ օգտագործեցի գոր երրորդը որ գույնի մատիտ օգտագործեցի Որ երրորդը որ գույնի մատիտ օգտագործեցի երրորդը դեղի կանաչ գույնով ինչ նկարեցի ծիլեր ու ծիլերի վրա ամպի ջերմակ թելեր չորրորդը որ գույնի մատիտ օգտագործեցի կապույտով ինչ նկարեցի կրճունների երամ ուրեմն ոչ մեկը թիմակել մենք ասում չկա սոպաջանի քո պարկել համար չի դրս որ եպեք սեղանի չպարկել հասկանալ որ չկա պարկել Եվ վերջում հազար գույնի մատիկ Պես ես ճարեի հացրեք Ինչպես ես ճարեի որ պատկերը աշնան Ճիշտ նկարեի Տեսնեմ ով է ամենահամարձակը Ամեն մեկը մի գույնը կգաք ասեք հետո միասին Դիկը արի այսինը սկսի հիմա տեսնենք Հիմա շատ պատասկետ ասեք Եշքան բանը կողքի ասա սկսիր Դեղին ասեք Դեղին մատի տարա Տերևներով արա Տերևներով նախշում Միասին ասեցինք Դեղին մատի տարա կրկնեցինք Նկարեցի աշուն Տերևներով առատ Տերևներով նախշում Հասմիկալի Երկրորդը որն է
խնձորներով առատ ու դեղցերով նախշում ասեցին կարմիր մատի տարը ասեցին նկարեցի աշում խնձորներով առատ ու դեղցերով նախշում արի երորդը որ գույն օգտագործեցին երորդը որ գույն օգտագործեցին ասա ապես արա կանաչ մատիկ ասա ու իմ աշնանում ու իմ աշնան վրա կներես կանաչ մատիկ տարած ասա կանաչ մատիկ նկարեցի ծիրեր ու ծիրերի վրա ամպիս սպիտակ թելեր դե նկարի խոտերով ասեցին կանաչ մատի տարը ասեցին նկարեցի ծիրեր ու ծիրերի վրա ամպի ջերմակ թելեր ասեցին չորրորդը գալիս է չորրորդը որ լեզում ենք ու իմ աշնան վրա մատ նկարեցի չբող գնացող չբող կտեցել ես մի կարը չբող թրջունների և կրունքների երավ դե նկարի կրունքներ ասեցին արա կապույտ մատիկ ու իմ աշնան վրա նկարեցի չբող ցույց տվեցին չբող կրճող դիպեք չբող որ գնում են կրունքների երամ հիմա ապրես գալիս է արի մատնա ասա ինքս ենք ասա մատուսների բոլոր վերցրու ասա հազար գույնի մատիտ ասա ասեցին ասեն հազար գույնի մատիտ ինչպես երջանի որ պատկերը աշնան ճիշտ նկարել ով կարող է արտասանել մինչև եկել եկնեկա իրեն համար սովորեք արտասանել ով կարող է դարձան տերեներ արցացան երաշտություն մտանց հիմա այս միացան երաշտությունը հասկացան խաղը դանդակ երաշտության տակ իշխնում ենք ուժեր քամի եղավ քամաներ մանուպայլետոշիկների էլի մենակ վականություն վակարի գնաց կոպենյա ուշադի գնաց կոպենյա ինչու չես Guardes que es tu alma. Verite çam. Verite kafesi. Seni çam. Dışta seni. İç hesabı sen. Helikopter çiz.